Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լիալուսնի մասին, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը, նոյեմբերի 5-ին, Հայաստանի ժամանակով 17:19 րոպե ցուլ նշանում։ Այս լիալուսինը նաև կոչվում է կուղբի լուսին։ Այս մականունը ծագել է այն փաստից, որ կուղբերն այժմ ակտիվորեն պատրաստվում են ձմռանը։ Այլ անուններ էլ ունի՝ ծառի լուսին, սքացող լուսին և մշուշոտ լուսին։ Քանի որ լուսինը մայրամուտի ժամանակ է, ավելի շատ այդպես ավելի պարզ լինելու, դուք ինքներդ էլ կարող եք այդ գեղեցկությունը շատ պարզ տեսնել։ Այս լուսինը նաև համարվում է սուպեր լուսին, որովհետև ինքը բավականին մեծ է, և դե մենք ենք տեսնում մեծ, որովհետև այն լինելու է երկրագնդին շատ մոտ։ Նոյեմբերի 5-ի այս ցուլում գտնվող լիալուսինը բոլորի համար սկիզբ է դնում հիմնավորման, նյութական վերագնահատման և հուզական նորացման շրջանի։ Օգտվեք այս առիթից, կարող եք մեդիտացիա անել, որևիցե ծեսեր կատարել, օրինակ դրամապանակը թողնել պատուհանի գոգին, եթե իհարկե տեսնում է, նայում է լուսինը անմիջապես ձեր պատուհանին։ Եվ նաև առիթը բաց մի թողեք ձեր ֆինանսները կարգի բերելու կամ նաև ձեր ամենացանկացած նախագիծը սկսելու համար։ Ճիշտ է ինքը լիալուսին է, բայց կարող եք, որովհետև ցուլը հենց ֆինանսների կենդանակերպի նշան է և նյութականի իհարկե, այնպես որ դրա համար սա նոր ինչ-որ մի բան է ձեզ համար լինելու, ոմանց մոտ էլ նմանատիպ ոչ հարցերի ավարտ, իհարկե դեռ մենք կնայենք բոլորի մոտ, որ տանն է լինելու։ Սա նաև համարվում է բացառիկ գերլուսին, տարվա ամենամեծ լուսինը կարելի ասել, բավականին, եթե նկատել եք անգամ ամսի 3-ի գիշերը լույս 4, ևս լուսինը բավականին այնքան հզոր էր լույս տալիս, և հիմա 8%-ով ավելի մեծ է լինելու և 16%-ով ավելի պայծառ, քան սովորական լիալուսինը։ Ովքեր ավելի օգուտ կքաղեն, իհարկե, այս լիալուսնի ժամանակ ցուլերը, խեցգետինները, կշեռքը և կարիճը։ Ձեր բոլորի համար սա հրավեր է վերականգնելու ինքնավստահությունը և թե հարաբերություններում, թե ձեր կարիքների պնդելու հարցում, պետք է առաջնահերթը դրան տաք, այսինքն ձեր կարիքները պետք է լինեն առաջնայինը։ Այս լիալուսնի ժամանակ նաև արևը կլինի կարիճում, լուսինը ցուլում, և դրա համար էլ նաև առաջնային պլան կարող է մղվել նյութականը, ցանկության և վերահսկողության, կապվածության և փոխակերպման թեմաները։ Պետք է հասկանալ, որ լիալուսնի ազդեցությունը տևում է 2 օր առաջ և 2 օր նաև հետո։ Դրա համար պետք չի միանգամից լիալուսինը վերագրել, որ հենց այդ օրը ինչ եղավ, 2 օր ևս դուք ունեք, որպեսզի հասկանաք, թե ինչ է ձեզ հետ կատարվելու, ինչ փոփոխություն է տեղի ունենում։ Ընդհանրապես լիալուսինների ժամանակ շատ բաներ են բացահայտվում, լուսավորվում, և որքան լուսինը ավելի ուժեղ է, հզոր է լուսավորում, այդքան ավելի պարզ կլինի շատ հարցեր։ Ոմանք ինչ-որ պատասխաններ կստանան, ոմանց համար ինչ-որ հարցեր պարզ կլինի արդեն, թե հարաբերություններում, թե աշխատանքում և այլն, ինչ-որ բաներ ձեզ մոտ փոփոխության կենթարկվեն։ Այսքանը, շատ չեմ ուզում երկարացնել այս սկզբի պահը, որովհետև շատերին անգամ չի էլ հետաքրքրում, համար կանցնենք կենդանակերպի բոլոր նշաններին։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, շատ են հարցնում, թե այս ինչ թվեր են, այդ թվերի վրա որ սեղմում եք, միանգամից անցնում եք ձեր նշան։ Իհարկե լավ կլինի, որ սկիզբը գոնե լսեք, յուրաքանչյուր տեսանյութի հետո նոր գնաք դեպի ձեր նշան։ Եվ այսպիսով սկսենք խոյերից։ Այս լիալուսինը տեղի ունենալու ձեր երկրորդ տանը, ֆինանսների տանը, և լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս։ Եթե դուք գումար եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել և սպասում եք, ապա դուք ևս այն կստանաք։ Որևէ փաթեթներ կամ նաև նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, համենայն դեպս պատասխանը կստանաք, թե ինչու չեք ստանում։ Հնարավոր է նաև վարկերի փակման վերջին շաբաթը լինի ձեզ համար և ավարտվի այն։ Նաև հնարավոր է, որ վարկեր ձևակերպեք
եւ վերջնական որոշումը կլինի այդ 2 շաբաթվա ընթացքում։ Նաեւ վերաբերվում է մեր ռեսուրսներին, ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարել, հետևեն առողջությանը, ավելացնեք ձեր էներգիան։ Երկրորդունը դա նաեւ մեր ձայնն է, հնարավոր է, որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում, ձեր ծառայությունները, եթե աշխատում եք իհարկե հաճախորդի հետ։ Հարգելի ցուլեր, այս լիալուսինը տեղի ունենալու է ձեր նշանում։ Առաջին տունը դա մենք ենք, մեր տեսքը, արտաքինը, ինչպիսին է մեր տեսքը։ Կարող եք փոխել ձեր ոճը կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը, մազերը, հագուստը, ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև անունը, ինչու՞ չէ։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններում պարզություն կլինի։ Կտեսնեք այն այնպես, ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել հարաբերությունների նոր էտապ, ավելի լուրջ լինի ձեր հարաբերությունները։ Ավարտեք այդ ռոմանտիկ պահերը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որևէ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ եք անելու հետո։ Ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանց հնարավոր են ամուսնության առաջարկ անեն կամ սիրո խոստովանություն։ Եվ ովքեր ավելի ուժեղ կզգան այս լիալուսինը, ում ասցենդենտը գտնվում է 11-12-ից մինչև 18-19 աստիճան ցուլ նշանում։ Կամ ովքեր որ ծնվել են նոյեմբերի 2-ից 1-ից մինչև 8-9։ Նաև որևիցե կարևոր նորություն կարող եք ստանալ աշխատանքի հետ կապված։ Հարգելի եկորյակներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, դա ազատման եւ ավարտի տունն է, լիալուսինը նույնն է տալիս ձեզ։ Կարող եք ազատվել որևէ բաներից, կարևոր որոշումներ կայացնեք, որևէ ինչ որ ձեզ պետք չի կազատվեք դրանից։ Որևէ բան կարող եք ձեզանից հեռացնել, տալ ուրիշին եւ ազատվել դրանից։ Որևէ բաներ էլ ավարտին կհասցնեք, կվերջացնեք այն։ Ովքեր խնդիրներ կամ որևէ գործեր ունեին անավարտ օտարերկրում, ապա այն կարող է ավարտվել, վերջնակետ լինի դրան։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշեք, որ գնում եք մեկ այլ երկիր։ Որևէ հարցերում կարող է պատասխաններ ստանաք, որևէ բան ձեզ համար արդեն պարզ կլինի։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնաք միայնակ, ոմանք կարող են նաև ազատվել բանտերից։ 12-րդ տունը դա նաև հիվանդանոցն է, հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու կամ որևէ վիրահատություններ կատարեք։ Շատ լավ է վիրահատություն կատարել նվազող լուսնի ժամանակ։ Իհարկե այս ընթացքում մինչև դեռ նվազում է լուսինը։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ process-ի ավարտը կարող է լինել։ Նաև հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնա նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք։ Դրանք այն հարցերն են, որոնք դուք գիտեք դրա մասին։ Ուղղակի մնացել է։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջակետ դնեք եւ ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք ձեզ ցույց կտան այդ ամենը։ Հարգելի խեցգետիններ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը դա ապագայի տունն է եւ անցյալի արդյունքների տունը։ Այս լիալուսին ժամանակ դուք կստանաք որևէ արդյունքներ, եկամուտներ։ Հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ ստանաք ձեր կատարած աշխատանքի համար։ Նաև կարող է հարաբերությունների արդյունքներ լինեն, հնարավոր է որևէ մեկի հետ վերջնակետ դնեք։ Կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարցեր եւ անձնական եւ ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ։ Կամ կարող է ձեր ընկերներից ոմանք ծանոթացնել որևէ մեկի հետ, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանքը եւ ցանկությունները կիրականանան։ Հնարավոր է, որ ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները, ունենաք նոր երազանքներ։ Սկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին եւ ցանկություններին։
Ընկերների մասին կարող եք որևէ հարցեր իմանալ, ինչ-որ մի բան իմանաք իրենց մասին, որոշ պարզություններ կմտնեն ձեր հարաբերությունների մեջ։ Կամ կիմանաք որևէ բան ձեր ընկերների մասին։ Լիալուսի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք հեռանան ձեր կյանքից կամ դուք ինքներդ որոշեք, որ այդ մարդու հետ այլևս չեք շփվում։ Կամ հնարավոր է, որ ձեր ընկերներից որևէ մեկը գնում է հեռու օտար երկիր եւ այդպես բաժանվում եք իրարից։ Եթե դուք աշխատում եք on-line սոցցանցերով, այդ ոլորտում էլ ձեզ համար որևէ պարզություն կլինի։ Կլուսավորվի որևիցե բան։ Եվ ոմանք էլ կարող են ավարտել այդ աշխատանքը եւ զբաղվել մեկ այլ գործով կամ արդեն հասկանաք ինչպես պետք է այն աշխատացնեիք, ինչեւ հիմա միգուցե պարզ չէր։ Այսքանը ձեզ համար։ Հարգելի առյուծներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 10-րդ տանը, դա կարգավիճակի եւ կարիերայի տունն է։ 10-րդ տնով մարդիկ սովորաբար հայտարարում են, որ իրանք ովքեր են, որ իրանք ինչ մասնագետ են կամ ինչ են ուզում դառնալ։ Կամ մասնագիտությունն եք նշում կամ միգուցե ավելի հայտնի դարձնեք ձեզ։ Ձեր դեմքով դուրս գաք հանրությանը։ Լիալուսինը կլինի 2 շաբաթ։ Դե իհարկե նվազում է, հստակ 1 օր է տևում։ Գալի ազալ 3 օր, ըստ եթե լուսինը ինչքան որ մեծ է։ Եվ պարզություն կմտցնի ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում նույնպես։ Հնարավոր է ավարտվել որևէ պրոյեկտներ կամ կարող է փոխվել ձեր տնօրենը։ Որևէ տեղեկություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը կամ վաճառել եւ սկսեն նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել ինքներդ ձեզ համար։ Փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնաք թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք հիմա դուք գտնվում։ Նաեւ կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը, ոմանք կարող են որոշել բաժանվել, ոմանք ամուսնության առաջարկ կստանանք, որոշեն ամուսնանալ։ Եվ իհարկե ոմանք կարող են հղիանալ կամ լսեք, որ որևէ մեկը հղի է, կամ ծննդաբերության մասին, կամ դուք կծննդաբերեք։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի, կամ աշխատանքի համար տեղափոխվեք մեկ այլ երկիր, կամ ինչ-որ մի տեղ։ Կամ ձեր աշխատանքի համար կլինի, կամ նաև կարող է լինել դա ձեր զուգընկերոջ աշխատանքի համար։ Հարգելի կույսեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը, դա ձեզ համար ճամփորդության ժամանակն է եկել, հնարավոր է, որ նաև հանկարծակի գնաք ոյցե միտեղ կամ արդեն իսկ պլանավորել եք, որ պետք է գնայք։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերի հետ կապված, այդ ամբողջին վերջնակետ կլինի, կավարտվի։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ, կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել, ուսման համար եւս շատ լավ ժամանակ է։ Բայց հիշեք, որ լիալուսինից հետո լինում է նվազող լուսին եւ այս 2 շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտին է մոտենում։ Յուրաքանչյուր բան։ Կարող եք նորություններ լսել ձեր թորների վերաբերյալ։ Միգուցե ծնվեն կամ հղիության մասին լսեք։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այդ տունը հաջողության տունն է եւ դուք կարող եք իմանալ, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Հարգելի կշեռքներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 8-րդ տանը, ֆինանսի տանը։ Որոշ ֆինանսական հարցեր կարող եք վերանայել, որևէ բաներ կվերահաշվարկեք։ Նաեւ կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լիալուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ պարզություն է մտցնում։ Եվ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես։ Նաև կարող է ֆինանսական ինչ-որ նորություն լսել։ Հնարավոր է որոշ գործարքների ավարտ լինի, կամ կարող է գումար ստանաք, նաև հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ, եւ այն էլ կարող է դա լինել շատ հանկարծակի։ Հնարավոր են հանկարծակի նաև ծախսեր։ Հնարավոր է պարզություն լինել, մտնել ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում կամ մեկ ուրիշի ֆինանսներում, եթե դուք իհարկե ամուսնացած չեք, ապա տան անդամների հետ դա կապված կլինի։ Այդ ամենը կարող է դուրս գալ ջրի երես։ Հարգելի կարիճներ, բնականաբար դիմացն են գնում, դա լինում է ձեր 7-րդ տանը, հարաբերությունների տունն է, իհարկե։
Եթե ձեր ծննդյան օրերը 2-ից մինչև 8-ն է, ապա հաջորդ 12 ամսվա ընթացքում որևէ հարց իր ավարտը կունենա։ Կամ նաև դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխային ցանկանում կարող են հղիանալ։ Եվ իհարկե մնացած կարիճների համար այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում, կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ։ Հնարավոր են գործարքների ավարտ նաև, օրինակ արք, վաճառք։ Հնարավոր են ավարտվել որևէ պայմանագրեր։ Նաև դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերների միջև։ Նաև հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ սկսեք արդեն վերջնական միասին աշխատել։ Չնայած սկսելու համար այդքան էլ լավ շրջան չէ, կարող եք նայել լուսնայինը, թե երբ կարելի է սկսել, որտեղ լիալուսնից հետո եւս կան օրեր, որոնց ժամանակ կարող եք սկսել։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող է ավարտեք, օրինակ իրենց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք իրենց հետ, որ արդեն իր գործը դուք պետք է անեք։ Հնարավոր է նաև ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն մտնի այն գործերում, այդ բոլոր գործերում։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա կպարզանա դրանք։ Ձեզ համար արդեն ամեն ինչ պարզ կլինի, միգուցե նաև ինչ-որ մարդիկ ձեզ սեր խոստովանեն։ Հարգելի աղեղնավորներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 6-րդ տանը։ Հնարավոր է աշխատանքի ընդունվեք, նաև հակառակը կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի մինչև այս 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից որից մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ կարող է դժվարանում եք երեխային խնամել կամ տան գործերն անել։ Կարող է փոխվել նաև ձեր տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված ձեր հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Տեղափոխվում եք, թե ոչ եւ այլն։ Ովքեր դեղորայք կամ բուժում են ստանում, դա եւս կավարտվի կամ այս 2 շաբաթվա ընթացքում կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ, այս լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը, կլուսավորի այն, եւ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով եւ մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը, մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթվա ընթացքում ձեր առողջության համար։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել 5 խնդիրները, որոնք պետք է լուծեք եւ ավարտեք։ Հարգելի այճեղջյուրներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 5-րդ տանը, սիրո, զգացմունքների եւ երեխաների տանը։ Հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել որևիցե բան։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ռոմանտիկ հանդիպում կարող եք ունենալ։ Ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթության։ Կարող է վերջնանա ինչ-որ փուլը, թիթիզ-միթիզ եւ սկսվի մյուսը։ Համենայն դեպս ինչ-որ բան պարզ կդառնա սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է որևէ բան ավարտվի իրենց մոտ, օրինակ դպրոց կամ քննությունը, ինչ-որ մի բան։ Ոմանք էլ կարող է դուրս գան աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր է ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է այն թարմացնեք կամ ավարտեք այդտեղ ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու։ Իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր է ավարտեք այն ինչի վրա, որ հիմա դուք այս պահին աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները։ Եթե ձեզ մոտ խնդիրներ կային կամ ձևավորվել էր եռանկյուն հարաբերությունները, ապա հնարավոր է լիալուսինը բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ կարող է նաև ավարտվել։ Հարգելի ջրհոսներ, այս լիալուսինը տեղի ունենալու ձեր 4-րդ տանը։ Դա ձեր անշարժ գույքն է, ձեր ընտանիքը, ձեր տունը։ Եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել։ Նաև եթե ձեր բնակարանն եք վերանորոգում, դա եւս այս 2 շաբաթվա ընթացքում կարող եք ավարտել։ Միգուցե բնակարան եք գնում կամ վաճառում եւ պետք է որևէ գործարքներ կատարեք, ապա դա եւս ավարտին կհասցնեք։
Ոմանք կարող են տեղափոխվել, օրինակ, եթե Վարշավա եք ապրում, հնարավոր է, որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Հնարավոր է, որ նաեւ ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր կամ կգան որոշ ժամանակ ձեր տանը բնակվելու։ Եվ հնարավոր է, որ ձեր երեխաներից որևէ մեկը տեղափոխվի եւ ապրի ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք, նաեւ ցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսին ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Նա միշտ պարզություն է մտցնում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում կարող է եւս պարզություն լինել։ Պարզություն կլինի օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերում։ Նաեւ նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևիցե մեկի վերաբերյալ։ Հարգելի ձկներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր երրորդ տանը։ Դուք հնարավոր է որևէ տեղ ճամփորդեք։ Նոր ծանոթություններ, նոր շփումներ ունենաք, կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք, քանի որ կարող է որոշ հարցեր պարզ դառնան ձեզ։ Նաև եթե ճամփորդում եք, ապա վերադառնաք տուն։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք, նաև ուսումը կարող եք ավարտել եւ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ, վաճառել եւ գնալ, իր բնականը վաճառի գնա, կամ նաեւ ձեր քույր եւ եղբոր վերաբերյալ որևէ բան ձեզ համար կարող է պարզվել։ Օրինակ, որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղի են եւ այլն, այն ինչ-որ մի բան։ Այս լիալուսի ժամանակ հնարավոր է որ մեքենա գնեք, վերջապես ընտրեք, որն եք ցանկանում եւ կամ նաեւ վաճառեք։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը, մեքենայի տեղ անձնագիրը կամ նաեւ վարորդական իրավունքը, կամ ինչ-որ բաներ պարզ դառնա որոշ փաստաթղթերի հետ կապված, կամ ինչ-որ վերջնական կարող եք պայմանագիր կնքել, ստորագրել այս լիալուսնի ժամանակ։ Այսքանը սիրելիներս, թող լիալուսինը բացահայտի միայն այն պահերը, որոնք որ շատ կարևոր են մարդու համար, որովհետև լիալուսինը մեկ-մեկ բացահայտում է այնպիսի պահեր, որոնք որ իրոք շատ ցավոտ են, որովհետև մարդը միշտ այդտեղ չի տեսել, մութ է եղել, իր համար թաքնված է եղել այդ ոլորտը կամ այդ անկյունը, իսկ լիալուսինը այն բացահայտում է։ Եվ քանի որ ավելի ուժեղ է լինում լիալուսինը, նա ավելի պարզ է լինում, ոնց որ տան լույսը մարած է եւ վառեք, չէ՞, ամեն ինչ տեսնում եք։ Նույնն էլ սա է, լիալուսնի ժամանակ մարդիկ ամեն ինչ սկսում են տեսնել ավելի պարզ եւ արթնանում են քնից։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։